Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, ընդունված է ասել, որ խաղաղությունը իրադարձություն չէ, խաղաղությունը գործընթաց է։ Օգոստոսի 8-ը այդ գործընթացի անկյունակարային իրադարձություններից մեկն էր։ Անկյունակարային, որովհետև դա կարևոր հանգրվան էր բանակցությունների համար եւ նաեւ մեկնարկային կետ խաղաղության գործընթացի հետագա փուլերի համար։ Եվ շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր քաղաքական մարմինը ըստ արժանվույն գնահատում է այդ իրադարձությունը եւ նաեւ կարծում եմ այս ամբիոնից կարևոր է ըստ արժանվույն գնահատել նաեւ այն մարդկանց, որոնք բանակցել Հայաստանի Հանրապետության անունից բանակցել եւ հասել են այս կարևոր հանգրվանին։ Մեր խնդիրն հիմա եւ նպատակը այդ գործընթացում այսպիսի իրադարձությունները շատացնելն է եւ հասցնել մի այնպիսի հանգրվանի, որ խաղաղության փաստը անշրջելի լինի, որովհետեւ որքան խաղաղության գործընթացը թափ է առնում, այնքան հայտնի ուժերը եւ նրանց լոկալ ներկայացուցիչները իդեմս մեր ընդդիմության փորձում են շրջադարձ կատարել, ստիպել շրջադարձ կատարել այդ ուղուց, խաղաղության գործընթացի այդ ուղուց։ Եվ որքան այդ գործընթացը թափ առնի եւ որքան իրադարձությունները շատանան, այնքան մեր ընդդիմությունը ավելի երկար ընդմիջումներ է վերցնելու քաղաքականությունից։ 20 րոպեանոց ընդմիջումները դառնալու են 20-օրյա ընդմիջումներ, 20-ամսյա ընդմիջումներ եւ վերջում մի հավերժական ընդմիջում է վերցնելու այս ընդդիմությունը Հայաստանի Հանրապետության հանրային քաղաքական կյանքից, որովհետեւ այս ընդդիմության քաղաքական գոյության սնուցող միակ նյութը դա կոնֆլիկտն է, հակամարտությունն է եւ այս process-ը անշրջելիորեն եւ վերջնականապես կտրելու է այդ պորտալարը քաղաքական դաշտից։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։